Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Սյունիքի նախկին մարզպետ, ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին եւ կինը մայիսի 8-ին հրավիրվել են գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս փուլում դատախազությունը չի տրամադրում տեղեկություններ, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել։ Հակակոռուպցիոն կոմիտեում բացահայտել են Հայաստանի Լոռու մարզում ապօրինի ծառայություններ իրականացնելու դիմաց Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի հայ անտառպողակի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր։ Մասնավորապես նախաքննությամբ հիմնավորվել է, որ հայ անտառպողակի անտառտնտեսություններից մեկի տնօրենը 2024 թվականի հունիսի 10-ից սեպտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում համաձայնություն է ձեռք բերել նույն անտառտնտեսության 5 անտառապետերի հետ իրենց ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով մի շարք անձանց օգտին թողտվություն դրսևորելու եւ ապօրինի այլ գործողությունների համար կաշառք ստանալու վերաբերյալ։ Նրանք բազմաթիվ անձանցից որպես կաշառք ստացել են ընդհանուր շուրջ 1.5 միլիոն դրամ։ Հակակոռուպցիոն կոմիտեում հիմնավորվել է, որ 2024 թվականի հունիսի 17-ին Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության նախկին պետ ՀԿ-ն մարզպետարանի ենթակայությամբ գործող պողակներից մեկի տնօրեն ՆԽ-ից պահանջել եւ անձամբ ստացել է 1.552.000 դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք ՆԽ-ի կողմից վերոնշյալ պաշտոնում պաշտոնավարումը դադարելուց հետո նույն պողակի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնում նշանակելուն նպաստելու համար։ Բացի այդ ՀԿ-ն նույն պողակի ուսուցչուհի ԱՄ-ին պողակի տնօրենի պաշտոնակատարի պարտականությունների կատարողի պաշտոնին առաջադրելու նշանակելուն նպաստելու համար ՆԽ-ի միջոցով պահանջել է 582.000 դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար, նա ստացել է 388.000 դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլարը, իսկ գումարի մյուս մասը պայմանավորվել է ստանալ նշանակումից հետո։ ԱՄ-ն 2024 թվականի օգոստոսի 14-ին նշանակվել է պողակի տնօրենի պարտականությունները կատարողի պաշտոնին։ Հակակոռուպցիոն դատարանն ապրիլի 18-ին կայացրել է մեղադրական վերդիկտ դատարանի վճռով Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության նախկին պետ ՀԿ-ն դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման։ Մայիսի 7-ին հակակոռուպցիոն կոմիտեում հատուկ միջոցառում է իրականացվել։ Կոմիտեի աշխատակիցները գործողություններ են իրականացրել ոստիկանության վաղարշապատի բաժնում, ոստիկանության ծառայողներ են ձերբակալվել։ Ոստիկանության 9 աշխատակից ձերբակալվել է հանցագործության դեպք թաքցնելու եւ այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ Հակակոռուպցիոն կոմիտեում հիմնավորվել է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի 2 գլխավոր տեսուչները իրենց լիազորություններն օգտագործելով կաշառք տվողին կամ նրա մատնանշած անձի օգտին անգործություն կատարելու համար խմբի կազմում նախնական համաձայնությամբ տարբեր տնտեսվարողներից կաշառք են ստացել, նաև կատարել պաշտոնեական կեղծիք։ Մասնավորապես պարզվել է, որ հիշալ պաշտոնատար անձինք հայտնաբերված խախտումների պայմաններում չեն կասեցրել մսի իրացումը եւ հետագա ոչնչացման նպատակով այն չեն արգրավել, որի դիմաց տնտեսվարողներից որպես կաշառք ստացել են վառելանյութ եւ տարբեր չափի գումարներ։ Քննչական կոմիտեում քննված վարույթով պարզվել է, որ Է.Յ.-ն եւ Էմ.ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են իրենց հետ նույն տանը բնակվող ԱԹ-ի եւ ՌԿ-ի հետ ձեռքերով եւ փայտերով հարվածներ հասցրել ԱԹ-ի եւ ՌԿ-ի մարմնի տարբեր մասերին, այդ թվում կենսականորեն կարևոր օրգաններին։ ԱԹ-ն կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով մահացել է, ՌԿ-ին եւս պատճառվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, սակայն Է.Յ.-ն եւ Էմ.ն ՌԿ-ին սպանել են հաջորդ օրը պոլիէթիլենային տոպրակով խեղդելու միջոցով։ Սպանություններից հետո Է.Յ.-ն եւ Էմ.ն ԱԹ-ի եւ ՌԿ-ի դիերը թաղել են տամբակում նախապես փորված փոսերում։ Դատարանի վճռով Է.Յ.ն դատապարտվել է 19 տարի ժամկետով ազատազրկման, իսկ Էմ.ն 16 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Մայիսի 6-ին Երևանյան լճում լճի եւ գետի միացման հատվածում փրկարարները հայտնաբերել են որոնվող 2011 թվականին ծնված Մայա Բորյատկինսկայայի դին եւ դուրս բերել ափ։ Ապրիլի 27-ին ահազանգ էր ստացվել, որ Հազդանի կիրճում մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս քաղաքացին ընկել է հրազդան։ Մայիսի 5-ին Գյումրի քաղաքից դեպի Ոսկեհատ տանող ավտոճանապարհին ռուսական զորամասի ՈՒԱԶ մակնիշի բեռնատարը վրայերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 67-ամյա Թագուհուն։ Վարորդը, որը Ռուսաստանի քաղաքացի է, փախուստի չի դիմել, օգնել է վրայերթի ենթարկվածին դեպքի վայր ժամանակ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց։ Մայիսի 6-ին Երևանի Զորավարանտրանիկ եւ Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Հենրիկի վարած Porsche Cayenne մակնիշի եւ 42-ամյա Վարդանի վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Porsche Cayenne-ը բախվել է հաստաբուն ծառի, դժվարներ չկան։
Մայիսի 2-ի առավոտյան համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին զանգահարած կինը խնդրել էր, որ Էջմիածնի Վազգեն առաջինի փողոց ոստիկան մոտենա, գողություն է կատարվել։ Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը, պարզվել է, որ գիշերը հարմարեցված բանալիով բացել են սրճարանի դուռը եւ գողացել ՀԴՄ սարք եւ տարբեր սարքավորումներ, այդ թվում տեսահսկող, պատճառվել էր մոտ 300,000 դրամի վնաս։ Վաղարշապատի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումներն արդյունք տվին 3 օր անց։ Մայիսի 5-ին ժամը 13:29 Էջմիածնի Մաշտոցի փողոցի բնակիչ 47-ամյա տղամարդը գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Նա խոստովանել է արարքը, կողոնը հայտնաբերվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։